Իմ անունով եւ իմ նկարով էջ էին բացել Viber հավելվածում։ Գործընկերս պատմում է, ծանոթից զանգ է ստացել այն մասին, որ իր անունից 20,000 դրամ են խնդրել, մինչև երեկո վերադարձնելու խոստումով։ Հասկանալով ինչ է կատարվում, միանգամից կապ է հաստատում ինձ հետ, փոխանցում է ողջ նամակագրությունը եւ հեռախոսահամարը։ Սիլվին զանգահարել է նշված հեռախոսահամարին, զանգին մի կին է պատասխանել։ Ընդհանրապես անակնկալի չի գալիս իմ ներկայացրած իրավիճակից եւ ասում է, որ այդ հեռախոսահամարը պատկանում է իր անչափահաս երեխային եւ արդեն տևական ժամանակ է, ինչ ինձ նման շատերը զանգում են եւ ասում են, որ այս հեռախոսահամարով անհայտ անձիկ գումար են պահանջում մարդկանցից։ Կնոջ հետ խոսելիս տեղեկացրել է, որ դիմելու է իրավապահ մարմիններին։ Իսկ նա ի պատասխան դրան ասաց, որ իր ամուսինը եւս ոստիկան է եւ իրենք վախենալու ոչինչ չունեն։ Իհարկե ինձ մոտ հարց առաջացավ, ինչպես կարող է անչափահաս երեխային տևական ժամանակ նույն խնդրով զանգեն, անհանգստացնեն, որ գիտեք, այս հեռախոսահամարով զեղծարարություն է կատարվում, իսկ իր ոստիկան հայրը ոչ մի միջոց չձեռնարկի եւ անգամ հեռախոսահամարը չփոխի իր անչափահաս երեխայի։ Օրվա ընթացքում գործընկերս հետևել է Viber-ում գրանցված հեռախոսահամարին, նկատել 10-ից ավելի լուսանկար եւ անուն է փոխվել։ Ենթադրաբար զեղծարարը Սիլվիի տվյալները ձեռք է բերել այն անձի Facebook-յան ընկերների ցանկից, որը իբր Սիլվիից նամակ էր ստացել։ Նա մինչ այդ Facebook-յան հրապարակումներից մեկում նշել էր իր հեռախոսահամարը։ Սիլվին անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին։ Քննչական կոմիտեից լուրերին տեղեկացրին։ Խոսքը խաբեության եղանակով հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ ստացված հաղորդման մասին է, որի հիման վրա կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն, քանի որ համաձայն Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի քրեական վարույթ կարող է նախաձեռնվել միայն ենթադրյալ հանցանքից տուժած անձի հաղորդման հիման վրա, ինչպիսին հաղորդում ներկայացրած անձը չի հանդիսացել։ Պատշաճ հաղորդում ստանալու դեպքում սահմանված կարգով ընթացք կտրվի։ Հորդորում են տարբեր հավելվածներով նման բովանդակությամբ նամակներ ստանալու դեպքում փորձել կապ հաստատել տվյալ անձի հետ այլ եղանակով, պարզելու արդյոք գրողն ինքն է, թե ոչ։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։